Ուղիղ եթերում, ինչպես եւ խոստացել է, իմ հյուրն է Զարուհի Փոստանջյանը։ Մենք այսօր խոսելու ենք Ստեփան Սամվելյանի Զարուհի Փոստանջյանի պաշտպանյալների Ստեփան Սամվելյանի մասին, լավ լուր կա, այդ լավ լուրի մասին արդեն խոսել է Զարուհի Փոստանջյանը, ես հույս ունեմ վաղ մյուս օր մենք այստեղ, ինչպես խոստացել է Տիկին Փոստանջյանը, կհանդիպենք Ստեփան Սամվելյանին, ավելի մանրամասն կներկայացի, թե ինչ է եղել, ամենայն հավանականությամբ միասին եթեր կմտնենք կամ առանձին, դուք կորոշեք, եւ նաեւ դե Գյումրու քաղաքապետի պաշտպանյալն է Վարդան Ղուկասյանի, դրան շատ ավելի կոնկրետ կանդրադառնանք, մի քանի օր է, գիտեք, այս Վարդան Ղուկասյանը նորից հրապարակ է եկել, որտեղ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, Տիկին Փոստանջյանը աղաղակում է, բարձրաձայնում է այդ հարցը, քիչ առաջ էր Տիկին Փոստանջյանը այստեղ եկավ դատախազությունից, այո, դատախազությունից եկավ, բայց մինչ այդ մեկ-երկու թեմա կա Տիկին Փոստանջյանը ձեզ հետ միասին ուզում եմ քննարկել, գիտեք, որ հայտարարություն էր արել Ալիևը ասելով, որ Գյոչա կոչել է Սևանա լիճը, որ ինքը գալու է, վերցնելու է, դա դուք հիշում եք, այսպես շատերը փորձում են դա ինչ-որ մանիպուլյացիաներ անել եւ փակել այդ թեման, դե հիմա ինչ է եղել ասել, օրինակ Ալենն ասում է, դե ինքը ներքին լսարանի համար է ասում, Նիկոլն ասում է, դե դա չէր ուզում ասել, այսպես լավ փաստաբանական գործ են անում էլի Ալիևի համար, բայց հիշենք, որ այդպես նույն կերպ հոխորտալով ինքնավստահ Ալիևը Նիկոլի իշխանություն գալուց հետո ասում էր Արցախը մերն է, այսպես էր կոչում, պիտի վերցնեն, մարդը հասավ դրան, ասում էր Սյունիքի այս տարածքները մերն են, մարդը հասավ դրան, Ջերմուկի բարձունքները վերցրեց, Կիրանցը ասում էր մերն էր, մարդը հասավ դրան, եւ ինչ երաշխիք կա, որ ինքը նաեւ չի հասնելու դրան։ Իդեպ օրերս նաեւ հաղթանակի շքերթ այդպես բաներ անցկացվում Բաքվում, իրենց հաղթանակն էին տոնում եւ ինչ էր ասում Ալիևը այդ շքերթի ժամանակ, հիշում էր, որ մարդիկ ասում էին այստեղ թեյ կխմենք եւ ինչ ասեց դե նրանք ովքեր որ ասում էին հիմա բանը մեր բանտերում են, այսինքն շարունակում է զվարճանալ, այսպես ասած հպարտանալ, այս այն մարդն է, որ իբրև թե ըստ Նիկոլի մեզ բան է անում, էլի խաղաղություն է իբրև թե բերելու։ Եվ հիշում եք մի Մակուն ծառնով Ալիևն ասաց, որ չի, չես Նիկոլը, որ պաշտպանել էր դա էր, եւ հիշում եք մի տիկին կար Մակուն ծառնով, ասում էր Թուրքիան այս ամեն ինչին չի խառնվում, ես վստահ եմ, որ չի հարձակվի, բայց պիտի հիշեք, որ Էրդողանը ասաց այդ մաթափ տալով Ալիևի վրա, որ այդ հաղթանակը առաջին հերթին հենց իրենն է, Թուրքիային էր։ Ավելին ինքը հայտարարել է, որ Թուրքսա մեծագույն Ղարաբաղի ազատագրումը հպարտության աղբյուր է թուրքական աշխարհի համար, Ղարաբաղի հաղթանակը ոսկե տառերով պետք է գրվի թուրքական աշխարհի պատմության մեջ, մի ընդհանուր պատմության մեջ, այսպես է ասել Էրդողանը, դե որովհետև մեծ թուրանական երկրի ճանապարհին իրեն խանգարում է հայ ժողովուրդը եւ առաջին, այսպես ասած, գործը արել են, հարցը լուծել են եւ մնում է իրենց համար Հայաստանը։ Խնդրեմ, այս հարցին կարճ համառոտ անդրադառնանք, անցնենք հետո։ Եվ իր հաղթանակի պուրակով է ինքը հպարտացել, մարդը շարունակում է հաղթանակի պուրակը պահել, այնտեղ գիտեք, որ ինչ նվաստացիչ էսպիսի բան պատկերներ կան, խոսքը Ալիևին է վերաբերվում, բայց մեր ազգակործանը բան է անում, շարունակում է այս խաղաղության թուղթը իմիջիայլոց Թրամփի ստորագրման, իդեպ 10-15 օր առաջ այդ Թրամփի մի հատ այդպիսի մի թուղթ էլ կար խաղաղության, չգիտեմ, Զուքարյանի թուղթ ասես, ինչ թուղթ ասես այդ թուղթը, ինչպես բանը դեն նետեց, այդպիսի մի թուղթ կար, չէ, իբրև թե Գազայի վրա դա հրադադար է, խաղաղություն է, տեսանք թե դա քանի կտոր ինչ արժեք ուներ, այդ թուղթը, երբ որ հերթական անգամ այդ թուղթը, Թրամփի թուղթը, որտեղ որ կար Թրամփի ստորագրությունը, համաձայնությունը, հպարտությամբ էր ներկայացնում, որ տեսեք, ես հերթական խաղաղությանը հասա, այդ թուղթը իմ ձեռքին եւ ինչպես էր նորից ու նորից ռմբակոծում Գազան։ Մենք մի 2 օր առաջ տեղի ունեցավ այդ 5 տարին, որ նոյեմբերի 7-ին կնքվել էր ինչ-որ հրադադար էր, թե ինչ-որ խաղաղություն էր եւ այլն, փաստաթուղթ էին կնքել։ Փաստաթղթից հետո մենք ինչ տեսանք, որ այսօր Արցախը դատարկված է եւ մեր հայրենակիցները դատարկելուց առաջ ենթարկվեցին ցեղասպանության, նոր նրանց դուրս հանեցին Արցախից։ Այսինքն ժամանակակից աշխարհում այսպիսի թղթերի վրա եւ չապավինելով քո ներքին ուժերին եւ քո
ազգային ուժերին, ապա դու կործանված ես եւ ընդհանրապես պարտված ես։ Հիմա ինքը ինչ է անում, զուգահեռաբար եւ ազգային ուժերն է ոչնչացնում, դա մենք տեսնում ամեն ինչը, բոլոր ազգային ինստիտուտների նկատմամբ ինքը ոտնձգություն է կատարում եւ զուգահեռաբար, քանի որ պետք է անհրաժեշտ է նաեւ կերակրել որոշ մարդկանց, ապա նաեւ զուգահեռաբար ասում է ինչ որ խաղաղության փաստաթուղթ եմ ստորագրելու եւ այլն։ Իսկ այն մյուսները կողքից ով որ իր գործընկերն է, այստեղ երկրորդ կարծիքը գոյություն չունի, ամեն ինչ պայմանավորված է արվում։ Նույնիսկ ընդեղից որ մեկը Բաքվից բղավում է, ինչ որ հայտարարություններ է անում, թուրքերեն անվանումներ է տալիս մեր Սևանին, ապա դա նույնպես պայմանավորված է։ Այստեղ իրենք պայմանավորված հայտարարություններ են անում, ես չեմ կասկածում, որ Ալիևն ու Նիկոլը իրենք պայմանավորված հայտարարություններ են անում։ Այդ մասին մենք ինքներս ենք տեսել ենք վերելակը, տեսել ենք մնացած հայտարարությունները, տեսել ենք իրենց հետ շփումները, տեսախցիկների առաջ։ Դե տեսակ ինչպիսի բացահայտումներ եւ խոստովանություններ ադրբեջանական կողմից, ինչ է տեղի ունեցել, ինչ է ասել, որ ինձ կսպանեն, չէ, Նիկոլն ասել է դուք ուզում եք ինձ սպանել, Ալիևին է ասել, արդեն սկսել են շատ բաներ սկսել է բացահայտվել։ Ինչ որ ասվում է, ես այն կարծիքի եմ, որ այն ինչ որ ասվում է եւ արվում է, դա արվում է բացառիկ պայմանավորվածությունների ներքո, բացառիկ ծրագրի իրականացման տիրույթում, այսինքն դա հենց այնպես ոչ մի բան չի արվում։ Ծրագիր է իրականացվում, որը աշխարհաքաղաքական է եւ դա միայն ինչ որ մեկ կամ այդ անձերով չի պայմանավորված, ոչ Ալիևով, ոչ Նիկոլով է պայմանավորված, դա բացառիկ աշխարհաքաղաքական ծրագիր է։ Այս ծրագրին պաշտոնապես բազմաթիվ անգամ, ամեն անգամ միայն դեմ է, որը հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը պաշտոնապես այդ մասին դեմ արտահայտվել է։ Հիմա մեր հասարակությունը արդյոք դեմ է, թե կողմ է, ես այն կարծիքի եմ, որ դեմ է, որովհետև այդ դեմ լինելը արտահայտվել է ամենավերջին կարևոր քաղաքական ընտրություններում, դա Գյումրիի ընտրություններն էին, որովհետև մենք եկեք զուգահեռաբար տանենք, կար ընդդիմություն եւ այդ ընդդիմությունը դրսեւորեց հավաքական միասնական կեցված, ասեց ոչ, այս քաղաքականությանը ոչ ենք ասում։ Դա ուղղակի չի Փարաքյարում էլ ասեց ոչ, այնտեղ էլ ասեց ոչ, բայց Գյումրին այո։ Ես նայեք, մենք Գյումրին ինչ ենք վերցնում շատ կարևոր նշանակություն է։ Երկրորդ քաղաքներ մեծությամբ եւ երկրորդ մեծությամբ քաղաքն է եւ աշխարհաքաղաքական նշանակության քաղաք է եւ այլն։ Հետեւաբար մենք այստեղից կարող ենք անել արդեն մեր եզրահանգումները, որ մեր հասարակությունը դեմ է այս գործող քաղաքականության իշխանություններին եւ նրանց վարած քաղաքականությանը, որը ինչ որ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ուղղորդվում է եւ նրանց անպայմանորեն տալիս են առաջադրանք, նրանք կատարում են։ Հետեւաբար այս առաջադրանքը, որպեսի փոխվի, այս առաջադրանքը, որպեսի հնարավորություն չունենա կյանքի կոչվել եւ նաեւ չեղարկվի, մենք պետք է ունենանք ազգային իշխանություններ։ Սա է սրա պատասխանը, այսինքն ընդեղից պետք է բղավի, ընդեղից ոչ միայն Սևանի համար պետք է բղավի, այլ ուրիշ հարցերի վերաբերյալ նույնպես պետք է բղավեն։ Այստեղից պետք է ձայնակցեն, ասեն, որ լավ են անում, բղավում են իրանց համար են բղավում։ Տեսեք ինչ է ասում։ Չի բղայես Տիկես Ոստանջան, սա չի բավարարվում է, մենակ նրանով, որ բղավելու են կամ ինչ որ բանը հայտարարում ենք, տեսել ենք վերջին 7 տարվա ընթացքում, հատկապես վերջին 5 տարվա ընթացքում, դա կոնկրետ վերածվում է գործողության եւ կոնկրետ, ասենք, պատերազմի է վերածվում, այդ մարդը վերցնում է, այո, մենք 4 պատերազմա բերել, հիմա այս հայտարարությունը մարդը կոնկրետ խոսում է, հիմա չգիտեմ, տանկերով կգա, թե մեքենաներով կգա, ոնց կխոսես, մարդը բացահայտ իր նկատողների մասին խոսում է, Երևան, Սևան, ոնց խոսի։ Անկախ նրանից խոսում է, թե չի խոսում, այն ինչ որ մենք տեսնում ենք սահմաններին, սա ապացույցն է, որ նրանք պատրաստվում են։ Այսինքն մենք այդքան միայն խոսքի վրա եկեք չհիմնվենք։ Տեսնենք այն, ինչ որ տեղի ունենում սահմաններին։ Այսինքն սահմաններում, եթե մարդիկ գնում են խաղաղության, այդպիսի միլիարդավոր ռազմական նշանակության շինարարություն չի կատարվում։
ռազմական նշանակության է վերածվել ամբողջ այդ շինարարությունը Արցախում այնտեղ ամբողջը ռազմական շինարարության օբյեկտներ են 3 միջազգային այսպես կոչված ճակերտավոր аэроպորտ է կառուցվել բայց 3-ն էլ ոչ մի քաղաքացիական չվերթ չի իրականացնում կառուցվել է երկաթգիծը ինչի համար ես նայում եմ ուրեմն Բաքու Ակնա երկաթգիծ են իբրև թե արդեն բացել շահագործում են բայց մի հատ ուղևոր այնտեղ չկա գնացած բացի այդ եկեք չմոռանանք որ Արցախը ամբողջությամբ 12000 քառակուսի կիլոմետր է այսինքն են ոչ թե լղիմ տարածք այլ նաև ամբողջ Արցախը որը մենք ազատագրել ենք այդ ամբողջ Արցախի այդ երկայնքով փակ տարածք է այնտեղ որևիցե անհատ ադրբեջանցի կամ խաղաղ ադրբեջանցի ինքը չի կարող մուտք գործել Արցախ եւ Արցախից հանգիստ գնալ գալ այսինքն այդ տարածքը նույն 12000 քառակուսի կիլոմետրը ինքը փակ տարածք է ում համար է փակվել այդ տարածքը մենք հասկանում ենք այնտեղի շինարարությունից իրենց կողմից հրապարակված նյութերից եւ նաեւ այլ նյութերից մենք տեսնում ենք որ դա բացառիկ ռազմական նշանակության տարածք է դարձել ում դեմ Պարզ է, որ առաջի հերթին մեր դեմ է, երկրորդը Իրանի դեմ է, երրորդը այլ երկրների դեմ է, չորրորդ, հինգերորդ լիքը պատճառներ կան, որովհետև ինքը դարձել է աշխարհաքաղաքական կարևոր նշանակության։ Իսկ այս մարդը ինչ է հայտարարում հիմա շատ հետաքրքիր է, ուղղակի չհասցրեցիք սա ցուցադրել։ Հիմա տեսեք ինչ էր ասում 2017 թվականին, այսպես կոչած իբրև թե էլի ընդդիմություն Նիկոլը, լսեք։ Մասին խոսակցությունները դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են, որովհետև եթե որևէ պետություն ուզում է մասին խոսակցությունները դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են, որովհետև եթե որևէ պետություն ուզում է խաղաղություն նա պետք է պատրաստ լինի պատերազմի, եւ պետք է փողզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում եւ Երևանում 17 թվականին, այո։ Փողզիջման մասին կարելի է լրջորեն խոսել միայն այն դեպքում եւ այն պարագայում, երբ որ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի, որ ինքը պատրաստ է քննարկել եւ ինքը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում։ Լսում եք, չէ՞ ինչ է ասում։ Լսում եք, չէ՞ 17 թվականին, ահա, խնդրեմ։ Նորից մեկ անգամ եւս։ Խոսակցությունները դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են, որովհետեւ եթե որևէ պետություն ուզում է խաղաղություն նա պետք է պատրաստ լինի պատերազմի եւ պետք է փողզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում եւ Երևանում թեյ խմելու մասին։ Չէ՞ իշխանության գալ է։ Փողզիջման մասին կարելի է լրջորեն խոսել միայն այն դեպքում եւ այն պարագայում երբ որ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի որ ինքը պատրաստ է քննարկել եւ ինքը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը։ Ընդ որում մենք իր իշխանության գալուց հետո փողզիջման մասին գաղափար չեղել, միայն զիջելու, տալու, հանձնելու, նվիրելու մասին։ Սա 17 թվականի Նիկոլի բառերն էր։ Խնդրեմ։ Ակնհայտ է, որ այն ինչ որ խոսվել է ժամանակին իր բառերից, իր շուրթերից, իր տեքստերից, դրանք որոշ չափով իր գիրքը, որ դարձավ գիրք, դրանք բոլորը դարձան իրականություն։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ Նիկոլին ճանաչում էին ի սկզբանե եւ բավականին իր, այսպես ասած, մտայնության հետ ծանոթություն ունեին, նրանք հասկանում էին ով է Նիկոլը։ Եվ իր խոսքերին, որը նա հանդես էր գալի այսպիսի տեքստերով, այսպիսի տեքստ մի հատ էլ հնչեցրել է Սասնա Ծռերի ապստամբության օրերին 16 թվականին, չենք մոռանում, այդ բոլոր տեքստերը նրան նույնպես գրել էին, տվել էին, ասել են դու հիմա պետք է հանդես գաս այսպիսի տեքստերով, որպեսզի խաբես հանրությանը։ Հիմա եկել է ժամանակը կդնես այն տեքստերը, որով դու առաջնորդվել ես ի սկզբանե, որով դու դարձել ես այս քաղաքականության։ Հա, բայց հետաքրքիր է 4 պատերազմ բերած մարդը դեռ կարողանում է մոլորեցնել։ Չի կարողանում, Անժելա։ Չի կարողանում։ Շատ լավ, գալիս է հենց այս չկարողանալու նաև հետևանքն է այսօր, որ նա այսպիսի
խառնաշփոթ վիճակի մեջ են։ Բոլորին ձերբակալում է, քրեական գործեր, հետապնդումները եւ այս անկանոն վիճակը, որը մենք տեսնում ենք, այս անկանոն վիճակը միանշանակ, այո, իրենց կողմից անկառավարելի։ Բայց պատկերացնեք բոլոր տեղերում, որտեղ որ ինչ որ մի օջախ է ծնվում, միանգամից հարվածում է, ձերբակալում է, հաղթած մարդուն փակել է, իմիջիայլոց ճիշտ նկատեցիք աշխարհաքաղաքական, տեսեք, Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է, բայց ինչու ԵՄ-ի մասին այդպես չեն խոսում, հայտարարել է Մարիա Զախարովան, խոսելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին, ում մեղադրում են նաև Ռուսաստանի հետ միութենական պետության օգտին արտահայտություններ անելու մեջ։ Արտգործնախարարության ներկայացուցիչը ՌԴ միաժամանակ կարծում է, որ անհնար է զարմանք չարտահայտել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների մասին դատողություններում ինչ որ մեկը կարողացել է ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր տեսնել։ Փաստորեն նաև դրա համար է, չէ՞, հիմա գանք այս գործին եւ գործի մասին պիտի խնդրեմ եւ նաև որ դուք արդեն մի քանի օր է ահազանգում եք, որ շատ ծանր վիճակում է Վարդան Ղուկասյանը, իրեն տեղափոխեցին հիվանդանոց, հետո ընդամենը մեկ գիշեր էին, չէ՞, պահել այդտեղ, առավոտյան շուտ նորից էդ ինչ վտանգ է սպառնում Նիկոլի համար Վարդան Ղուկասյանը, որ այսպես կարելի ասել, ինչ ասեմ, հիմա կոնկրետ հետապնդում է ինքը Վարդան Ղուկասյանին, Գյումրու ընտրված քաղաքապետին։ Ուրեմն ի սկզբանե անմիջապես նրանց հետո, երբ Վարդան Ղուկասյանը դարձել է Գյումրու քաղաքապետ, ուրեմն ապրիլի 21-ին նա մտել է արդեն իր պաշտոնավարման մեջ, ստանձնել է պաշտոնը, անմիջապես մեկ շաբաթ հետո, ապրիլի 28-ին 2025 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել, որպեսզի Վարդան Ղուկասյանի նկատմամբ իր անձնական բնակարանում, որտեղ նա ապրում է իր մեծ ընտանիքով, այդ թվում նաև իր աշխատասենյակում եւ աշխատասենյակի սպասասրահում նաև, այդ թվում նաև իր անձնական ավտոմեքենայում իրականացնել հատուկ օպերատիվ միջոցառումներ, լսումներ, գաղտնալսումներ, դիտումներ, հեռախոսի վերահսկողություն եւ այլն։ Անմիջապես մի շաբաթ հետո ամբողջով խոշորացույցով տեսել են, զննել են, քննել են, ինչա խոսել, ինչա արել, ընդհուպ միջև իր տունը, այսինքն նաև իր ընտանիքի անդամներին, որովհետև մարդ ապրում է ընտանիքի անդամներ, ոչ միայն հանրային տարածքում են դա իրականացրել, այլ անմիջապես իր անձնական բնակարանում, որտեղ նա ապրում է իր ընտանիքի անդամների հետ։ Այսինքն մտել են նրա անձնական եւ ընտանեկան կյանքի մեջ։ Տեսել են 6 ամիս, փնտրել են մանենեկե, ոչինչ չեն գտել։ Հետո, քանի որ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ, չգիտեմ ինչից ելնելով, իսկ կոնկրետ թիրախավորվել եւ ով էր նրան ասել կամ ինչից էր դրդված նա այդպիսի հայտարարություններ անում, հոկտեմբերի 1-ին ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ նա դուրս է շպրտելու Վարդան Ղուկասյանին հանրային եւ քաղաքական կյանքից։ Ուրեմն քաղաքական կյանքի վերաբերյալ իր, այսպես ասած, տրամադրությունները միգուցե կարամ հասկանամ, միգուցե, ասենք հակառակորդն է քաղաքական այլ ծրագիր ունի եւ այլն, դուրս շպրտելու մասին չէ։ Այսինքն, եթե նման քաղաքական հայտարարություն է անում, հակառակորդի նկատմամբ ես չեմ ընդունում, հարցը դա չի, բայց ինչ է նշանակում, ես նրան դուրս կշպրտեմ նաև հանրային կյանքից։ Հիմա տեսեք, ստե երկու սպառնալիք է հնչել, մեկը քաղաքական կյանքից, քաղաքական ապոնենտին միգուցե սուր բառերով է օգտագործում, որը իմ համար ընդունելի չի, հարցը դա չի, բայց դու ով ես, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դուրս շպրտես հանրային կյանքից։ Հերիք չէ, ապօրինաբար մտել են, ամբողջը տեսած ձայնագրել են, լսել են եւ այլն, ոչինչ չեն հայտնաբերել, հերիք չէ դա, բայց սպառնում է, հասկանում եք, սպառնում է, որ ես ձեզ դուրս կշպրտեմ նաեւ հանրային կյանքից։ Այսինքն նա իր այդ սպառնալիքով ոտնձգություն է իրականացնում նաեւ
Վարդան Ղուկասյանի կյանքին։ Այստեղ մենք չմոռանանք եւ այս զուգահեռները անցկացնենք, որովհետեւ Փարաքյարի դեպքը մենք հասկանում ենք, որ տանել չեն կարում ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Մենք հասկանում ենք, որ ընտրված ընդդիմադիր քաղաքական գործիչները իրենց լուրջ խոչընդոտ են իրենց ծրագրերի համար, համաձայն չեն ենթարկվում։ Այս կամ այն կերպ մարդկանց բայց երբ նրանք արդեն իսկ հաշվեհարդար են տեսնում կյանքը վերացնելով, սա արդեն ահավոր մի վտանգավոր մենք ընթացքի մեջ ենք, այսինքն այս ահավոր վտանգավոր ընթացքի մասին նույնիսկ ինքն էս չի, որ բառերը ուղակի շպրտում է, շռայլում է, այսինքն իր բառերը դրանք ընտրված բառեր են, իր ուղերձները ընտրված ուղերձներ են, այն որ ինքը երազում էր հանձնել Աղդամ Ակնան, այսինքն այդ ինչ որ գրվել էր ժամանակին, դա ծրագրային դրույթներ էին։ Հիմա նույնն էլ այստեղ մենք գործ ունենք ծրագրային դրույթների հետ, որոնք հնչել են, որոնք սպառնալիք են եւ դրա ականատեսն ենք մենք արդեն այս 23 օրերի ընթացքում։ Ամսի 1-ին հայտարարել է, ամսի 18-ին խումբ է ստեղծվում 21 հոգուց բաղկացած քննիչների եւ սկսում են գործը փորձել կարել, դզել, փչել, կարկատել, չգիտեմ 21 հոգի 21 երկրում հանցագործությունը վախտում է առավոտը բացում է սպանություն, չգիտեմ ինչ այլ գործի համեմատությունը բերեմ, որը ունեցել է մահ, այսինքն այս սպանությունները համատարած են մեր քնչական հանցագործությունները իրանց թվերով քառապատվել են բերում են գործերից մնացած 50 քանի հոգի են մյուս դատին, չէ՞, 21 հոգու բերում են եւ ինչ են անում մի հատ ձայնագրություն մենք դատական լսումների ժամանակ չենք լսել։ Այնինչ որ իրենք հրապարակել են, մենք չգիտենք դա ոնց է կպցվել, կարկատվել, որտեղից են կպել, ինչ են արել, արհեստական բանականությամբ, ինչպես են դա ստեղծել։ Այսինքն առանց որևէ ապացուցողական հիմքի գործը սարքել են, բերել են, հետո հասկացան, որ չի ստացվում սա, այդ գործը, իբրև թե կաշառքի առաջարկ եւ այլն, եւ այն մարդու նկատմամբ, ով հայտարարում է, ասում է, տղայք, բարև ձեզ, ես գիտեմ, որ դուք ինձ հետևում եք, լսում եք եւ այլն, ինքն է նույնիսկ նրանց ուղերձ ուղում եւ այդ մարդկանց մոտ ինքը պետք է նման, չգիտեմ, անմիտ, անտրամաբանական, անբացատրելի ինչ որ խոսակցություն ունենար ինչ որ մեկի հետ, որին նույնիսկ չի վստահում, այսինքն եւ այդ անվստահության մասին նա նախապես նաեւ հայտնել է, որ քաղաքապետարանում պետք է կատարվեին փոփոխություններ։ Հիմա դա չստացվեց, բերեցին մեկ է մյուս անհետ մեղադրանքը, որ հայտարարություններով հանդես է եկել, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության անկախության, պետականությունը պահելու, այս խառնաշփոթ վիճակում աշխարհաքաղաքական պաշտպանվելու համար հայտարարություններ է արել, որը բացարձակ ինչ է սխալ ասել։ Բացարձակ Արցախի կորուս չունենք, Թուրքիայի նկարտումները հայտնի չեն, Էրդողանի նկարտումները հայտնի չեն։ Ինչն է սխալ ասել, Վարդան Ղուկասյանը ասեք, ինչ է սխալ ասել։ Հարցը սխալ եւ ճիշտ մեկնաբանելը դա իրավապահ մարմինների գործառույթը չէ, մեկ։ Երկրորդը, որևիցե հակաիրավական արարք նրա խոսքում գոյություն չունի։ Իսկ եթե մարդիկ կան, ովքեր որ նման հակաիրավական արարքներ են կատարել, իսկ նման մարդիկ կան, որոնցից մեկը հենց այն անձն է, ով սպառնացել է պարոն Ղուկասյանին, փոխարենը այդ մարդկանց խոսքը իրենք քննեն, եկել են եւ սկսել են քննել, ում խոսքը քաղաքապետի ընտրված քաղաքապետի խոսքը։ Իմիջիայլոց Տիկի Զորաբան ինքը Տիկի Փոստանջան միջև ընտրվել է, այս ամեն ինչի քարոզ արշավի ընթացքում ինքը խոսում էր, չէ՞ որ Թուրքին են ուզում բերել, որ բանակն են այսպես կործանել, որ դաշինք են կազմում նրանց հետ, որ սա է սպառնում, այդ ամեն ինչի մասին ինքը խոսում էր, չէ՞։ Բայց տեսեք, եկավ ընտրվեց, դրանից հետո այսպես նոր բան չի ասել, չէ՞ Վարդան Ղուկասյանը։ Անժելա նոր բան չի ասել։ Եկեք մենք նայենք ամսաթվերին։ Ընտրվեց, մի շաբաթ հետո իրեն գաղտնալսում են, ամբողջ պետական ռեսուրսներով, գաղտնալսում են ոչ մի բան չեն հայտնաբերում, ես համոզված եմ, որովհետև որևիցե բան չէին կարող հայտնաբերեին,
Գալիս է մի օր, այդ հրամանը հնչում է ազգային ժողովի դահլիճից, դա հոկտեմբերի 1-ն է, այսինքն անցնում է որոշ տևական ժամանակ, հոկտեմբերի 1-ին հնչում է, մեկ էլ ասում են, որ մենք ունենք արդեն հանրային քրական հետապնդում հարուցելու որոշում եւ գալիս են ինչ են անում մարդուն իր աշխատասենյակում դրա բացարձակ դրա կարիքը չկար այդ տեսարանը ստեղծել։ Չէ, դրանից առաջ հրավիրել էին, գնացել էր, չէ։ Այո։ Այդ որևէ խնդիր չի եղել, Վարդան Ղուկասյանը շատ հանգիստ ներկայացել է իրավապահ մարմիններին։ Քրական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցագիրը ուղարկելու պարագայում շատ նորմալ ձևով, ցիվիլ ձևով բացարձակ որևիցե պետական ռեսուրս չօգտագործելով մարդը կգնար կմասնակցեր որևիցե նախատեսված քրական այդ քննչական գործողությանը եւ այդ ժամանակ եթե անհրաժեշտությունը կլիներ նրան կալանավորելու կամ դատարան տանելու թողանեին բայց մենք ինչ ենք տեսնում եկել են ուրեմն նայեք ոնց է եղել դա է պատմեմ որ դեռ մենք 100% ես համոզված եմ որ այդ հանրային քրական հետապնդում հարուցելու որոշումը որովհետեւ թվագրված է ամսի 20-ով Այսինքն ամսի 20-ը այդ դատախազը, որ այդ որոշումը հաստատեց, այդ դատախազը առավոտը 20-ին ժամը 6-ին 7-ին չէր արթնացել այդ որոշումը կայացրել։ Առնվազն 9-ին թող կայացրած լիներ։ Բայց առավոտ ժամը 7-ից արդեն ամբողջ խումբը Երևանից այդ ոստիկանական զորքերով դիմակավորված մարդկանցով արդեն այդ ամբողջ խումբը հավաքված է եղել Գյումրիի մատույցներում Արդեն մարդիկ տեսել են ընդ որ Երևան զորքեր են այո Ինչի համար քաղաքապետը ինքն իր ոտքով կգնար Դե ինչի համար իրեն տեսարաններ էր պետք որ տեսեք ով որ կունենա հակառակ կարծիք բան այս կարգադրությունը եղել է զորքը կտանեք ընդեղ ցուցադրեք վախեցրեք Եվ ժողովրդին վախեցրեք, եւ իրեն վախեցրեք, քաղաքապետին չեք նենց կհանենք հետին դրից, կոտրելով դռները, քաղաքապետարանը ջարդ ու խուտ անելով եւ այլն հետո քաղաքապետին կասենք վազում ենք թե չէ, եթե պետք է վազեք, վազացնում են նստեցնում են մեքենան, հետո բերում են Երևան Գիտե որ իրանք ծաղրացու են, բոլորը բանը, եւ ծաղրացու սա ինչի համար է Տեսարանի։ Այո, տեսարանի։ Տեսարաններ պետք վախեցնել այ ժողովրդին, այո։ Կոնկրետ Վարդան Ղուկասյանի Եվ իրեն ընտրողներին, որ տեսեք, եթե ձեր կամքը կատարվի դուք գնաք ինձ հակառակ ինչ որ ընտրության, տեսեք թե վաղաշաբաթցիներ ինչ կլինի Մասիսի, տեսեք ինչ կլինի։ Եվ նաև Տիկին Բայց մի ուրիշ կարևոր հանգամանք էր բաց թողեցի։ Չէ, դա կասեք, ես այս գործի հետ կապված եմ ասում, որ 2 օր հետո ընդամենը Վարդան Ղուկասյանը պիտի դիմեր սահմանադրական դատարան։ Ես գալիս եմ։ Հիմա տեսեք, այս տեսարանը արեցին, առավոտ ժամը 10-ից իրեն տեղից տեղափոխել են, մինչև հաջորդ օրը ժամը 2-ը, ժամը 14:00-ն իրեն պահել են այտենց պտտացնելով, պահել են գիշերը հակակոռուպցիոն կոմիտեի հակակոռուպցիոն դատարանի խցում, որտեղ ուղղակի Տիկին Գալյան, ես ձեզ խորհուրդ կտամ գնալ այնտեղ մի 2 ժամ մնալ էլի այդ խցում։ Այդ հոտերը մի հատ զգաք դուք։ Այդ կներեք, բայց հակասանիտարական վիճակը տուալետի հոտերը, թուրքական տուալետի հոտերը եւ այնտեղ պահվող մարդկանց նման դուք մի հատ 2 ժամ այնտեղ մնացեք։ Տիկին Վարդապետյան, դուք եք գնացեք մնացեք։ Մեծ փրթում են։ Այս մեծ փրթումը բանը ներան գրանտ ու դրսից բայց ինչ են անում այդ փողերը։ Ով է այս պահին այդ կալանավորված անձը։ Որևիցե մի կալանավորված անձ այդ պայմաններում մի ժամ, կես ժամ, մի րոպե չպետք է պահվի։ Այդ պայմաններում պատկերացնում եք պահել են ամբողջ այդ մի 1.5 օր սնունդից չի կարողացել օգտվել ցուրտ երեկոյան դիաբետ ունի չէ՞ նայ Վարդան Ղուկասյանը հայտնի է որ այդ վիճակում առողջական խնդիրի միադրամասի խոսեք ինչ տեղի ունեցա որ տարակ կասեմ այս ամենը նաև ուներ նախապատմություն, այո, որ նա հրապարակավ նաև հայտնել էր, որ դատի է տալու կառավարությանը, որովհետև գյումրեցիներին հետ չի վերադարձվում այն գումարները, որը հավաքագրվում են եւ մտնում են ընդհանուր բյուջե։ Պատկերացրեք, 85 միլիարդը հավաքվում է եւ
հետ է վերադարձում ընդամենը 4 միլիարդ։ Սա ինչ է նշանակում, սա նույն ռեպրեսիան է, ինչ որ մենք տեսնում ենք։ Չէ, բայց ես արդեն Վարդան Ղուկասյանի դեմ չի, սա գյումրեցիների դեմ է։ Գյումրեցիներին հասանելի գումարի համար չեն գնում Վարդան Ղուկասյանը։ Խնդիրը Չէ, գյումրեցիները հասկանան, որ այս կռիվը առաջին հերթին իրենց համար է։ Գյումրեցիների համար է, սա չհանձնվեն գյումրեցիները։ Կառավարման դեմ է։ Հիմա առողջական վիճակի մասին։ Այն դատավորը, որը որոշում կայացրեց կալանավորել Վարդան Ղուկասյանի 2 ամսով, ես եմ անձամբ նրան փոխանցել իր առողջության վերաբերյալ փաստաթղթերը։ Դրանք մանրամասն չհրապարակվեցին, որպես բժշկական գաղտնիք, դատավորը ասաց, ես ինքս կուսումնասիրեմ, բայց այդ փաստաթղթերի մասով դատավորը ըստ էության կայացրեց ակնհայտ անարդարացի դատական ակտ։ Հիմա գամ առողջությանը։ Պարոն Ղուկասյանը թույլ է տվել ինձ, որ պատմեմ իր առողջության վերաբերյալ, նայած նրան, որ նա կամ մարդիկ չէ, որ անդադ դժգոհում են առողջությունից, մի տեղը ցավում են, միանգամից այդ մասին հայտնում են։ Նա այդ մարդը չէ եւ մշտապես ոչ իր ընտանիքի հարազատներին է այդ մասին հայտնել։ Որ ինքը անգամ թույլ չի տալիս, չէ՞, որ խոսեն շատ են ժամանակ էլ ասում էին, պետք չի։ Չի ցանկացել, որպեսի բարձրացնվի, բայց ես մշտապես հարցրել եմ, ինչ է առողջական վիճակի հետ կապված, որովհետեւ իմ բոլոր պաշտպանյալները անկախ նրանից այդ ստրեսը, այդ պայմանները, հատկապես պայմանները չեն համապատասխանում միջազգային նաև ստանդարտներին եւ մեր ազգային, վերում են նրան, որ մարդը եթե ունի առողջական խնդիրներ, դրանք արդեն մի քանի օր պահելուց այնտեղ ավելի են սրվում։ Ինչ խնդիրներ ունի։ Հիմա խնդիրների մասին, ուրեմն նա չի դժգոհել իր խնդիրներից, բայց այնքան արտառոց է եղել նրա առողջական վատ վիճակը, որ տեղում ամսի 6-ին ընդեղի բուժակը ինքն է հայտնաբերել, որ խնդիր կա։ Խնդիրը հայտնաբերելուց հետո որոշ դեղամիջոցներ է նա օգտագործել, դրանից հետո այդ բուժակը ասել է ոչ, ես հրավիրում եմ շտապ օգնություն։ Հրավիրել են շտապ օգնությունը ինքն է կատարել իր քննությունը, զննությունը, ասել է ոչ, ես պետք է տեղափոխեմ Վարդան Ղուկասյանին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ինչ չեն ասում այդ մասին, ուր են տարել, ասում են տեղափոխել ենք, բայց որտեղ են տեղափոխել, ասում են բժշկական գաղտնիք է։ Հետո մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով ճշտել են, որ տարել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Այնտեղ կատարել են որոշ քննություններ, լաբորատոր եւ այլն, ես այնտեղ էի։ Եվ ասացին, որ ցուցում է հիմա նշանակված անցկացնել միջամտություն կորոնարոգրաֆիա, որը պետք է ստուգենք տնանք այդ սրտի անոթների աշխատանքը եւ այլն, եւ անհրաժեշտ էր, որպեսզի նա նաեւ տա իստորագրությունը, այսինքն լուրջ միջամտություն պետք է անեին։ Որոշում կայացվեց, որ այո, ինքը համաձայն է, հարազատներն ասացին, եթե կա նման ցուցում, ուրեմն պետք է արվի, անցկացրեցին, դրանից հետո ասացին հիմա այս պահին ստենտավորման հարցը մենք դնում ենք դեռ հարցականի տակ, բայց այնուամենայնիվ կա այնտեղ նաև աորտոգրաֆիա, այդպիսի հետազոտություն, որովհետև սրտի աորտան մեծացած է, լայնացած է, եւ դա կարող է ունենալ նաև վտանգավոր հետևանքներ, եւ նաեւ նրա շաքարային դիաբետը պարտադիր պետք է վերահսկվի եւ այլ հետազոտություններ եւ նաեւ բժշկի վերահսկողություն, կարդիոլոգի եւ էնդոկրինոլոգի։ Այս քանը ասեցին ինձ եւ ասեցին առավոտը կգան, նոր բժիշկները առավոտ արդեն կգան, կորոշենք ինչպիսին է լինելու հետագա բուժումը։ Առավոտը գնում են, բարձվում են, մի խումբ էլի զորք են իջեցրել, արդեն քրեակատարողական ծառայության աշխատակիցների, դարի հանցագործիներին, աշխատակիցներից կազմված եւ նրան տեղափոխել են նորից Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ուրեմն Տիկին Գալյան, ձեր կալանավայրում գտնվող, ձեր կողմից ղեկավարվող կալանավայրում գտնվող մարդուն տեղափոխել են հիվանդանոց շտապ օգնության մեքենայով։ Մարդը հիվանդանոցում գրված է, որ դեռ հիվանդ է։ Այդ հիվանդանոցից դուք ո՞նց եք նրան տեղափոխել քրեակատարողական ծառայության մեքենայով, այլ ոչ թե
շտապօգնության մեքենայով, բա որ ինչ որ մի բան պատահեր ճանապարհին այդ մարդու հետ, ով պետք է պատասխան տար։ Ինչը պատահեց Արմեն Գրիգորյանի հետ։ Եվ որևիցե մեկը այս պայծրությամբ դեռ պատասխան չի կրել այդ Ինչը պատահեց 59 բանտարկյալների հետ, 59 մահ կա միայն։ 59 մահվան պատճառները ես համոզված եմ նրանց համապատասխան բժշկական օգնություն չտրամադրելը։ Դրանով է պայմանավորված։ Մարդկան չեն տրամադրում եւ թողնում են որ մարդիկ այնտեղ մահանան, դրանով է պայմանավորված։ Այլ կերպ ես չեմ կարող բացատրել։ Ծանր հիվանդ մարդիկ, որոնց հիվանդությունը անհամատեղելի է կալանքի հետ, գտնվում են կալանավայրում։ Հիմա մենք ունենք խնդիր պարոն Ղուկասյանին տրամադրելու համապատասխան բուժօգնություն։ Այդ բուժօգնությունը կարող են տրամադրել նաև իրեն բուժող բժիշկները եւ դա իր իրավունքն է։ Օգտվել այդ իր բուժող բժիշկների բուժման հնարավորությունից։ Այս պայծրությամբ դա արգելվում է պարոն Ղուկասյանին տրամադրելը։ Դա ապօրինի կամ մայականորեն արգելել է։ Ես հույս ունեմ, որ դուք կհասնեք նրան, որ անպայման այդ բուժօգնությունը տրամադրվի եւ ամեն ինչ արվի եւ տեսեք քիչ առաջ խոսեցինք դրա մասին, որ սա նաեւ գյումրեցիների համար է եւ օրինակ պարոն Բագրատյանն է պնդում էր, որ 2 օր հետո պիտի գնար, հենց դրա համար են ձերբակալել Վարդան Ղուկասյանին, ինչ ունեք ասելու նաև գյումրեցիներին։ Գյումրեցիները, ինչպես ասում են, պիտի տեր կանգնեն իրենց ընտրությանը եւ չվախենան։ Ես կարծում եմ, չէ, գյումրեցիները չեն վախում։ Ես եղել եմ Գյումրիում, բարբերաբար գնում եմ։ Իրենք չեն վախենում, բայց իրենք իհարկե նեղված են, որովհետեւ այդ անմարդկային վերաբերմունքը իրենք հասկանում են, որ այո, ուղղված է հենց իրենց դեմ։ Եվ այս ոչ միայն անմարդկային վերաբերմունք, այլ հստակ քաղաքականություն ամեն ինչ անել, որպեսզի մեր մարզերը, մեր քաղաքները ընդհակառակը լինեն ստրուկի կարգավիճակում, ենթակա ամեն ինչով եւ կառավարման տեսանկյունից եւ նաեւ բյուջեի բաշխման տեսանկյունից։ Այսինքն ամբողջ բյուջեն հավաքվում է մի կենտրոնում, այդ մի կենտրոնը տնօրինում է այդ բյուջեն, ինչպես ուզում է, եւ մահակի պես պամակ, չէ, ուզած մարդը չի անցել, որտեղ է կոռուպցիան իսկական որտեղ է։ Այս իսկական կոռուպցիան հենց այդտեղ է։ 85 միլիարդը տանում է Գյումրիից, ինչա վերադարձնում 4 միլիարդ, ինչի համար։ Պարզ չի, չենք հասկանում, ինչ սոցիալականացի ծանր վիճակում գտնվող բան է, տարած։ Դե հիմա տեսեք, հիմա որտեղ է կոռուպցիան։ 85 միլիարդը ով է ուտում, կներեք։ Ում գրպանն է գնում 85 միլիարդը։ Հիմա մի հատ էլ տիկին մեկ ուրիշ գործ կա, ես խնդրեի երկու խոսքով Ստեփան Սամվելյանի գործից, հիմա գիտեմ, որ ուրեմն Ստեփան Սամվելյանի գործով Ստեփան Սամվելյանը բուժումը ստանում է։ Ստեփան Սամվելյանի բուժումը այս պահին բավականին արդյունավետ է, որովհետև բավականին փոխվել է իր առողջական վիճակը դեպի դրականը։ Ասեմ ձեզ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վերջը որոշում կայացրեց եւ գտավ, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Ստեփան Սամվելյանի կալանավայրում պահման իրավունքը, այսինքն պահման պայմաններն են խախտված եղել, նրան չի տրամադրվել համապատասխան բուժօգնություն եւ նաեւ փորձաքննություն չէին անցկացնում։ Եվ ոնց ստացվեց, այս որոշումը արդեն կար, որոշումը էլի չէին ուզում ցանկանում իրականացնել, այսինքն որոշումը կատարել։ Տարբեր բողոքներ եւ այլն, մեկ էլ զանգա գալիս դատավորի կողմից, որ հրատապնիստ է նշանակել փոխելու Ստեփան Սամվելյանի կալանքը։ Հիմա այսպիսի որոշում մենք պետք է էլի ստանանք մեր ազգային դատարանների կողմից, բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր Վարդան Ղուկասյանի հետ կապված դիմել եք արդեն։ Չէ, Վարդան Ղուկասյանի հետ կապված մենք պատրաստվում ենք այս պահին, հիմա այս բժշկական փաստաթղթերը։ Իդեպ Տիկին Գալյան եւ պարոն Ռոբերտ Համարյան, դուք այս փաստաթղթերը ինձանից ստացել եք, պարոն Ղուկասյանի առողջության հետ կապված եւ նաեւ ձեր ձեռքի տակ են այն փաստաթղթերը, որը ձեզ տրամադրել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։ Հիմա դուք եթե այս փաստաթղթերի ներքո չեք ապահովում պարոն Ղուկասյանի կալանավարում գտնվելու պայմանների ստանդարտները,
այսինքն դրա մեջ մտնում է եւ բուժօգնությունը եւ այլ պահանջները, որը ես ձեզ ներկայացրել եմ։ 5 օրերի ընթացքում ես անընդմեջ ձեզ դիմումներ եմ գրել։ Տիկին Վարդապետյան, ձեր ձեռքի տակ է մեր միջնորդությունը կապված երկու խափանման միջոց, այսինքն կալանավորում խափանման միջոցի եւ նրա այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ։ Դա էլ ձեր տիրույթում է, որ անմիջապես փոխեք, վերացնեք Վարդան Ղուկասյանի կալանքի որոշումը։ Այսինքն բոլոր այս ճանապարհները մենք անցնելու ենք։ Շատ դժվար է։ Մարդը այս ժամանակ իհարկե նաև իր իրավունքներն են խախտվում, առողջությունն է կորցնում, շատ կորուստներ ենք մենք կրում, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, որ մենք հետ ենք կանգնելու այս պայքարից կամ այդ ճանապարհից։ Այնպես որ ճանապարհը մենք անցնելու ենք եւ Ստեփան Սամվելյանի հետ կապված մենք կգանք ձեր մոտ, եթե մեզ ընդունեք։ Անպայման, ես խոստացել եմ անպայման եւ մեկ այլ գործել եմ ուզում ներկայացնել, խնդրեմ։ Կոռուպցիայի վերաբերյալ, որովհետև նայեք, կոռուպցիան այսօր բժշկական ոլորտում եւ ընդհանրապես այլ ոլորտներում ուղղակի ծաղկում է։ Այն որ ասում էր Նիկոլը, որ ինքը վերացրել է կոռուպցիան, արդեն, չգիտեմ, համակարգային կոռուպցիա գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում, ես հիմա ձեզ պետք է պատմեմ մի համակարգային կոռուպցիայի դեպքի մասին։ Ուրեմն մի պացիենտից Wigmore-ում վերցրել են 14000, շուրջ $14000 վիրահատություն իրականացնելու համար։ Վիրահատություն իրականացնելու համար պացիենտի հետ կնքվել է պայմանագիր ընդամենը մի հատվածի վերաբերյալ եւ նշվել է միայն 790,000 դրամը։ Այսինքն այն մնացած գումարը որտեղ է գրվել, ում է տրվել, ինչ պայմաններում եւ այլն գոյություն չունի։ Հիմա այդ կոռուպցիայի հակակոռուպցիոն կոմիտեն, որ զբաղվում է գործերով, հատկապես որ գործերը 21 քննիչներից կազմված քննում։ Հիմա այդ հակակոռուպցիոն կոմիտեին ես հարց եմ ուղղում, ես ես ուղղել եմ, բողոքներս եմ ներկայացրել։ Ինձ կբացատրեք, այդ որ պայմանագիր են կնքում մի X գումարի վերաբերյալ, բայց մարդուց վերցնում են այդ X գումարից տասնապատիկ ավել եւ դա չի ֆիքսում, դա կոռուպցիա է, թե կոռուպցիա չէ, թե ես մի քիչ վատ եմ հասկանում, թե մի քիչ ես թերի իմ մտայնությունը այս ուղղությամբ կամ գիտելիքները պակաս են։ Ինձ կբացատրեք սա ինչ է նշանակում։ Հաջորդը, եթե ինչ որ մի X անձնավորությանը, որը հանդես է գալիս որպես վիրաբույժ, Wigmore-ը կնքում է պայմանագիր 2022 թվականի հուլիսի 2-ին պայմանագիր աշխատանքային գործունեության վերաբերյալ, բայց առողջապահության նախարարությունը այդ անձին որպես վիրաբույժ հանդես եկող հավաստագիր է տրամադրում օրինակ հուլիսի 7-ին, այսինքն դեռ չունի հավաստագիր բժշկի վերաբերյալ, բժշկական գործունեություն ծավալելու վերաբերյալ, վիրաբույժ լինելու վերաբերյալ, պլաստիկ վիրաբուժություն իրականացնելու վերաբերյալ, բայց Wigmore-ը իր հետ կնքել է արդեն պայմանագիր այդ գործողությունների վերաբերյալ, այդ աշխատանքի վերաբերյալ։ Բայց ամենաակնառուն ինչն է, Անժելա ջան։ Ուրեմն այդ փաստաթղթերից հիմա ես ձեզ պետք է ցույց տամ։ Ուրեմն նայեք, ամսի հուլիսի 2-ին կնքվում է աշխատանքային պայմանագիր, հուլիսի 7-ին մեր առողջապահության նախարարությունը նրան տալիս է արտոնագիր հուլիսի 7-ին։ Իսկ այս մարդը իր դիպլոմը որպես պլաստիկ վիրաբույժ, որն է կեղծ է, ստացել է 31/08 2022 թվականին, մի ամիս անց, երբ նրան արդեն տվել է մեր առողջապահության նախարարությունը արտոնագիր։ Այսինքն, այս հիմա կոռուպցիա չի, կեղծիք չի։ Մի հատ տեսեք, ձեր մոտ մեկը գա ընդունվի աշխատանքի, դուք չունենաք աշխատանքի վերաբերյալ ոչ դիպլոմը իա տեսած լինեք, ոչ հավաստագիրը տեսած լինեք, բայց ընդունում եք աշխատանքի, որ ձեր մոտ ինքը քանի որ անուն ունի, ձեզ գումար է բերելու, դուք վերցնում եք նրան աշխատանքի։ Հետո պարզվում է առողջապահության նախարարությունը այդ աշխատանքի համար նրան տալիս է հավաստագիր։ Բայց հավաստագիրն է հղում է կատարում մի դիպլոմի, որը պետք է ստանալ մի ամիս հետո։ Եվ այդ դիպլոմն է գրված է, որ այդ դիպլոմը կեղծ է։ Այս անձին տրված դիպլոմն է, նայեք։ Այսինքն կրկնակի հանցագործությունների շղթա է։ Հիմա այս մարդը, պատկերացրեք, Լևոն Աշոտի Արամյան, բժիշկը, վիրաբույժը, այս պահին,
այլևս Wigmore-ում չի աշխատում, բայց քանի որ շատ հավանաբար եկամտաբեր գործունեություն է ծավալում, այս մարդուն վերցրել են որտեղ աշխատանքի Բեգլարյան բժշկական կենտրոնում։ Հիմա Բեգլարյան բժշկական կենտրոնում իդեպ պաշտոնապես ինձ հայտնել է առողջապահության նախարարությունը փաստաթղթով, որ այլևս այն հավաստագիրը, որ տվել էր, քանի որ նա կեղծ դիպլոմի հիման վրա է տրվել, իբրև հիմա քննություն են արել բողոքների հիման վրա, այլևս չեղարկվել է այդ հավաստագիրը։ Հիմա Բեգլարյան բժշկական կենտրոնին հարց, գնացել եմ Բեգլարյան բժշկական կենտրոն, պարզվում է Արամյանը այնտեղ մասնավոր կարգով վիրահատություններ է անում։ Հիմա պետք է զանգենք մենք Արամյանի մենեջեր Տաթևիկին, Տաթևիկը մեր հետ կարող է պայմանավորվել, եւ գումարի մասին, եւ պայմանների մասին, եւ այլնի մասին, եւ կեղծ դիպլոմավոր պարոն Արամյանի մոտ դուք կարող եք գնալ վիրահատության, եւ այդ վիրահատությունը ձեզ կարող է արժանալ մահ։ Հիմա սա է մեր իրականությունը։ Հիմա այս վերադառնանք Wigmore-ին, որովհետեւ հերիք չի, որ վիրահատությունը կատարվել է այս անձի կողմից, ով որ կեղծ դիպլոմով է եւ շարունակում է այսօր աշխատել, երբ պացիենտի վիճակը ակնհայտ ահավոր է եղել, պացիենտի ամուսինը խնդրել է, որպեսզի նրան տեղափոխեն այլ հիվանդանոց, որտեղ կա լուրջ բժշկական օգնության հնարավորություն, վերակենդանացման բաժանում։ Շուրջ 6-7 ժամ պացիենտին չեն տեղափոխել։ Միայն ամուսնու պնդումներից եւ աղմուկից հետո հրավիրել են սովորական շտապ օգնություն եւ այդ կինը արդեն եղել է մահամերձ վիճակում։ Նոր տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Հիմա հարց հակակոռուպցիոն այդ կոմիտեին։ Ինչով եք զբաղված։ Ինչով եք զբաղված, բայց Լևոն Արամյանը, որ 15 շուրջ $14,000 է ստանում, արձերն, ոչ միտեղ այդ գումարը չի արձանագրվել։ Այդ Wigmore-ը, որ այս մարդուն, որը ունի կեղծ դիպլոմ, պատասխանը պաշտոնապես է ինձ տրամադրված, ոնց է վերցրել աշխատանքի, ով է պատասխանատու այս անձին աշխատանքի վերցնելու համար, ինչ չէ կազմում, 21 պետք չի, 3 հոգանոց քննչական խումբ, ինչու է անընդհատ քննիչ փոխվում այս գործով, ինչու է միայն այս անել իմ պնդումների հիման վրա միայն ավելացել ապօրինի այդ ձեռնարկատիրական գործնեությունը, բա կոռուպցիան, բա այդ գումարները, բա այս շարունակությունը, բա ինչու է Արամյանը շարունակում գործել, ինձ կբացատրեք, ինչու է շարունակում գործել, կարող է այդ $14,000 վիրահատությունից ինչ-որ մի բան էլ հակակոռուպցիոն կոմիտե ձեզ է հասնում, որ դուք լռում եք։ Ինչպես ես բացատրեմ այս ձեր գործունեությունը, երբ մի դեպքում ոչինչ չկա, 21 քննիչից բաղկացած խումբ է գործում, իսկ մյուս դեպքում, երբ արձանագրվել է այսպիսի խախտումներ, այսպիսի ապօրինություններ եւ մարդ ու մահ, դուք լռում եք եւ անգործություն եք դրսեւորում։ Շատ լավ, շնորհակալություն, մնացեք մեզ հետ։